1930 թվականին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հիմքի վրա ստեղծված Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, որը հետագայում վերանվանվեց ակադեմիա, իսկ այժմ Հայաստանի ազգային agrarային համալսարան նշում է իր 95-ամյակը։ Տասնամյակների ընթացքում բուհը պատրաստել է 100 հազարավոր մասնագետներ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և համայնքների բարեկեցության գործում։ Որպես agrarային կրթության և գիտության միակ մասնագիտացված կառույց, համալսարանն այսօր ևս, պահպանելով լավագույն ավանդույթները, քայլում է ժամանակի հետ, մշտապես կատարելագործելով ուսումնական գործընթացը։ Agrarային ոլորտի կրթությունը մեր պետության առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Մենք մեծ ջանք ենք դնում բուհի հետ միասին, որպեսզի իսկապես ունենանք այն որակը, որին կարիք ունենք։ Վստահ եմ, որ առաջիկայում նաև կունենանք համագործակցության նոր ծրագրեր, որոնք առաջին հերթին ավելի շատ ուսանողներ կներգրավեն բուհ, որոնք այնուհետև կգնան լրացնելու այս ոլորտում առկա մեծ պահանջարկը։ Շուրջ մեկ դարյա պատմություն ունեցող համալսարանը վերջին տարիներին անցել է նշանակալի զարգացման ուղի, գաղափարակից միջազգային և տեղական կազմակերպությունների աջակցությամբ։ Ստեղծվել են նոր լաբորատորիաներ, զարգացման և հետազոտական կենտրոններ, որոնք հնարավորություն են տալիս պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին մրցունակ մասնագետներ, միաժամանակ լինել համաշխարհային բարձրագույն agrarային կրթական համակարգի մաս։ Մեր բուհի հազարավոր շրջանավարտներ այսօր իրենց գիտելիքներով ու փորձով ապահովում են Հայաստանի տնտեսության առաջընթացը, նպաստելով նաև հանրապետության պարենային անվտանգության խնդրի լուծմանը։ Agrarային համալսարանի ուժն ու հարստությունը բանիմաց բարեխիղճ աշխատակիցներն են և սովորելու ու արարելու մեծ ձգտում ունեցող մեր շրջանավարտներն ու ուսանողները։ Հոբելյանի արդի ոսկե մեդալներ և պատվոգրեր հանձնվեցին համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, վարչական և օժանդակ անձնակազմի անդամներին, որպես երախտագիտություն նրանց, ովքեր իրենց նվիրումով, հետևողական աշխատասիրությամբ և մասնագիտական բարձր գիտելիքներով տարիներ շարունակ բարձր են պահել բուհի անունը։ Շնորհակալագրեր հանձնվեցին մի քանի տասնյակ գործընկերների, ակադեմիական կրթության որակի բարձրացման, ուսանողների գործնական հմտությունների զարգացման և համալսարանի ենթակառուցվածքների բարելավման գործում ունեցած ավանդի համար։ Ավելի պարտավորեցնում, նոր բաներ մտածենք, ավելի լավացնենք մեր աշխատանքը, ավելի հետաքրքրացնենք ուսանողների համար, մեր առարկայի հետ կապված ցանկացած բան։ Համալսարանի զարգացման գործում ունեցած գիտակրթական, կազմակերպչական և մասնագիտական նշանակալի ներդրման համար որոշները պարգևատրվեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշամեդալով և շնորհակալագրով։ Իրականում մենք գիտնականներս ինչ որտեղ չենք էլ սիրում երևալ շատ, բայց այնուամենայնիվ ստանալ պետական մարմինների կողմից գնահատական, դա ինչ խոսք ավելի ոգևորիչ է և անկախ այն բանից, որ մենք միևնույն է աշխատում ենք, սա ինձ թվում է ավելի նոր թափ կտա նոր աշխատանքի համար։ Միջոցառումն ուղեկցվեց գյուղին, գյուղատնտեսությանն առնչվող և այգեպանին գովերգող երգերով, ավարտվեց կենաց երգով ռեկտոր Զաքոյանի նվագակցությամբ։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։